Շնորհակալություն պարոն Կոնջորյան աշխատանքի համար ձեր կատարած իսկապես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունը շատ կարևոր է եւ արժանի է ազգային ժողովի պատմական արխիվում իր տեղը ունենալու եւ այդ առումով ուզում եմ նաեւ ձեզ շնորհակալություն հայտնել նախաձեռնության համար, քանի որ այդ հայտարարությամբ իսկապես Հայաստանի անվտանգությունը եւ սուվերենիտետը նոր մակարդակի է բարձրացվում եւ նաեւ շատ կարեւոր է այստեղ ընդգծել ԱՄՆ-ի դերը եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի անձնական ջանքերը։ Այդուհանդերձ կուզենայի ձեր գնահատականը լսել, այսօր մեր ընդդիմադիր գործընկերներից մեկը զուգահեռներ անցկացրեց Դոնալդ Տրամփի մեջբերման, որտեղ նա միջանցք ձևակերպում է տալիս եւ ԵԽԽՎ-ում բրիտանացի падգամավորի Զանգեզուրի միջանց ձևակերպում, որը վարչապետը բավականին տեղին եւ կոպիտ արձագանք տվեց եւ հարցը մոտավորապես հնչում է այսպես, ինչի նմանատիպ վերաբերմունք չի արժանացել նաեւ Դոնալդ Տրամփը։ Ես կուզենայի ձեր արձագանքը այս հարցի վերաբերյալ, որովհետեւ այստեղ շատ հստակ տեսանելի է նաեւ այսօրվա պահվածքը մեր ընդդիմադիր գործընկերների, որ խաղաղության հետ կապված ցանկացած քննարկման դեմ են ըստ էության եւ նաեւ այս զուգահեռները անցկացնելով արդյոք այլ օտար շահեր չեն փորձում սպասարկել եւ որն է ձեր գնահատականը այս հարցում։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ուրեմն այսպես կոչված միջանցքի թեման վերջնականապես փակվել է Վաշինգտոնյան հռչակագրից հետո։ Եվ Վաշինգտոնյան հռչակագրի արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանի տարածքում ստեղծվելու է Դոնալդ Թրամփի անունով ճանապարհ Trump Route for International Peace and Prosperity, TRIP, Տրամփի ուղի, TRIP ուղի։ Այսինքն սա մի ճանապարհ եւ նշվում է հստակ, որ դրանից առաջ նախորդող կետում նշվում է, որ կոմունիկացիաները ապաշրջափակվելու են երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության սահմաններում, հետո փոխադարձ առավելություններով նույն փաստաթղթի մեջ կարևորվում է սահմանների անկախտելիության փաստը, այսինքն ամբողջությամբ, այսպես երկաթ բետոնյա մի հատ բան է դրվում այն տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության տեսանկյունից։ Մենք ունենք հիմա մի փաստաթուղթ, ստորագրված Սպիտակ տանը, եւ այդ փաստաթղթի ներքո նաեւ դրված է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը, համաձայն որի մենք արձանագրել եւ ցեմենտել ենք այն հին սկզբունքը, որով որ մենք պաշտպանելու ենք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը եւ այլն։ Սրանից ավելի կարեւոր կռվան չկա։ Համեցեք։ Շնորհակալություն պարոն Կոնջորյան, կուզենայի նաեւ ավելացնել, որ ԵԽՎ-ում բրիտանացի падգամավոր Սր Էդվարդ Լեյը մի հոդված կարդացի իր հանրային գործունեության վերաբերյալ, որտեղ հստակ օրինակներով առանձնացրած էր իր վերաբերմունքը հայկական հարցերի վերաբերյալ եւ նաեւ ադրբեջանական, որտեղ հստակ երևում է, որ տվյալ անձնավորությունը ավելի շատ հայկական շահերի պաշտպանության դրսևորումներ է ունեցել, քան Ադրբեջան, որում Ադրբեջանին դեմ երբեմն խոսացել է եւ այստեղից կարելի է անել հետեւություններ, որ այդ ձևակերպումը շատ մեծ հավանականությամբ մեր խորհրդարանական կամ արտախորհրդական ընդդիմության կողմից է հասցեագրվել падգամավորին, սա ուղղակի մեջբերում։ Շնորհակալություն, ես ուզում եմ ամփոփելով ասել, որ մեր դիրքորոշումները հիմնված են լեգիտիմության վրա։ Իսկ լեգիտիմ են այն խոսույթ, այն եզրույթները, այն բառերը, այն խոսույթը, որի տակ որ դրված է Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահի ստորագրությունները։ Դա է լեգիտիմը եւ այդ ստորագրությունների ներքո դրված է Թրամփի ուղին, դրված է 5 սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անկախտելիություն եւ մեր դիրքորոշումները հիմնված են լինելու այս լեգիտիմության հիման վրա պաշտպանելու համար Հայաստանի Հանրապետության պետական շահը։ Եվ գիտեք ինչ, մենք պիտի նաև որպես հանրություն իմունիտետ ունենանք տարատեսակ տեղերից տարբեր մարդկանց շուրթերով հնչող ամենատարբեր խոսույթներին եւ ամեն մի բառից բառակապակցությունից հետո ցնցումների մեջ չընկնենք, որովհետեւ պարզ է, չէ՞ որ խաղաղությունը կառուցելը բարդ գործ է։ Եվ եթե մենք ամեն մի սադրանքից գլուխներս այսպես գլխապատառ փարխնենք, ասենք, վայ, այս ինչ եղավ, աշխարհը փուլ է գալիս, մեր փոխարենով այդ խաղաղությունը կառուցելու։ Ընդդիմության շահը հենց դա է, որ մարդկանց գցի ցնցումների մեջ, մարդկանց պահի վախերի մեջ, բայց մենք որպես պետություն, որպես կառավարող մեծամասնություն մեր ժողովրդի հետ միասին պիտի կարողանանք հանգիստ
նյարդերով, հիմնվելով լեգիտիմության վրա, պաշտպանենք եւ զարգացնենք խաղաղությունը եւ ես վստահ եմ, որ մենք դա անելու ենք։ Շնորհակալություն։